Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիք եթերում զրուցելու եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական հարցերով փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մեհրաբյան, ներհայաստանյան իրադարձությունները հետընտրական շրջանում ինչպես եք մեկնաբանում, գնահատում, ինչ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումները արդեն տեղի են ունենում, որ ասում էր չոքացնելու ենք, փռելու ենք ասֆալտին, բոմժ ենք սարքելու։ Եթե քաղաքագիտորեն նայենք, ապա մենք գործ ունենք հեղափոխության երկրորդ փուլի հետ։ Առաջին փուլը, եթե նշանավորվում էր նրանով, որ միտումն այն էր, որ բոլոր խմբերի հետ հասնել կոնսենսուսի, հասնել այն ընկալման, որ հեղափոխությունն այլևս կատարված փաստ է եւ պետք է ապրել դրա հետ եւ հաշտվել, մերվել եւ նոր կանոններով շարունակել ապրել։ Իհարկե այդ միտմանը ենթարկվեցին բազմաթիվ մարդիկ, խմբեր, սուբյեկտներ, այսպես ասենք, բայց նաև ոմանք էլ դրսից եկած կամ նոր ակտիվացած, այսօր փաստորեն փորձում են միավորվել ռեստավրացիա իրականացնելու համար։ Բնականաբար հեղափոխությունը պետք է ինքն իրեն պաշտպանի, ոչ մի պետություն իր սահմանադրական կարգի դեմ ոտնձգություն ուղղակի չի հանդուրժելու եւ հիմա տեղի է ունենում ուղղակի այդ դաշտի չեզոքացում, այդ սուբյեկտների չեզոքացում, դե իսկ մնացածն էլ արդեն ոնց որ ասում են դրանից ածանցվող հարցեր։ Օրինակ Ծառուկյանը ինչպես էր պետության դեմ հակասահմանադրական քայլեր անում, որ իշխանությունն էլ չհանդուրժեց։ Ծառուկյանն ըստ էության իր ողջ կարողությունները, որը բոլորը գիտեին, որ կասկածելի ճանապարհներով է ձեռք բերված, ուներ հնարավորություն, ինչպես մի շարք այլ մարդիկ, ում անունը հիմա պետք չի տալ, եւ նրանք այսօր դուրս են եկել քաղաքականությունից եւ զբաղվում են բացառապես բիզնեսով, եւ դարձել են պետության մեջ հարկատու, գործատու, տնտեսվարող սուբյեկտ, աշխատում են պետության հետ, աշխատում են հասարակության հետ, աշխատում են, ապրում են։ Այս մարդը որոշեց, որ իր ողջ կարողությունը պետք է դնի գործի մեջ եւ սկսի աշխատել այլ պետությունների շահերը սպասարկելով ի հաշիվ սեփական պետության շահերի։ Վերջ։ Բայց նրան ուրիշ հոդվածներով կենթանիներին լավ չնայելու, լավ չխնամելու համար են իրեն ըստ էության բերման եկել։ Ինչպես նաև կներեք, ինչպես նաև ապօրինի որսի համար, որ արջին որսացել, մորտին փռել է տամպոլին, դրա հետ է իր հոդվածը եկել պարսիկների հետ ինչ որ բիզնես խնդիրներ, փողերի լվացում, բայց պետության դեմ ինչ որ սահմանադրական կարգի տապալման գործը դա չկա այդ քրեական մեղադրանքի մեջ։ Պարոն Կիրակոսյան, ես ասացի ձեզ քաղաքագիտական հարթության վրա ես ինչպես եմ տեսնում հարցը։ Դուք վկայակոչում եք բունքերական գործը, այդտեղ իհարկե առաջնահերթը այն է, ինչ տեղի է ունեցել իրանցի գործարարների հետ, իրանցի գործարարներին ուղղակի ըստ տեղեկությունների, որոնք հրապարակվում են, ընդ որում թե իրանական աղբյուրները, թե հայկական, այն մասին է, որ պարոն Ծառուկյանը պարզապես փորձել է գցել իրանցի գործարարներին, մինչև այդ գործը հասել է դատա։ Դե իսկ այդ կենթանիներ եւ այլն, դա էլ արդեն հարակ։ Սա էլ եթե ուզում եք իրավական մաս։ Ես սրա ինչը մեկնաբանում։ Դե սա ավելի շատ Նիկոլ Փաշինյանի վրեժը չէ Ծառուկյանից։ Դրա ինչն է, որ Նիկոլ Փաշինյանը ինչա դրթել է Ծառուկյանին գնա պարսիկներին թցի, որ հետո գա բռնի, ինչն է սրա վրեժ։
Դե նա Պարոն ասում էր Ծառուկյանը, մի րոպե, պարոն Ծառուկյանն ուներ բոլոր հնարավորությունները իր կյանքն այլ ուղով դասավորելու։ Պարոն Ծառուկյանն ընտրեց այն ուղին, որն ընտրել։ Այդ ցանկացած ընտրություն ունենում է իր հետևանքները, եւ պարոն Ծառուկյանը իր ընտրության հետևանքների հետ է, որ հիմա գործ ունի։ Վերջակետ։ ինչ ընտրություն է նա կատարել։ Տեսնում եք ինչ ընտրություն է կատարել։ Կատարել է մի ընտրություն, որը որպես հանցակազմ դրա հետևանքների մասին շարադրված է մեր պետության քրեական օրենսգիրքում։ Չէ, քաղաքական առումով նկատի ունեիք ընտրություն է կատարել։ Դե քաղաքականն էլ նախ եւ առաջ, բացի դրանից դա միայն քաղաքական հարց չի, պարսիկ գործարարներին քցելու մեջ քաղաքական բան չի։ Իսկ քաղաքականն էլ նա ըստ ամենայնի սա ուղղակի ենթադրություն է, նա քաղաքականության մեջ էլ ուղղակի, այսպես ասենք, նորից թաթախվեց, փորձելով դա որպես հարթակ օգտագործել իր քրեական հարցերը մեղմելու, չգիտեմ, չեզոքացնելու համար, բայց դա անհեռանկար։ Պարոն Մերարյան, տեսեք, այս 8 տարիների ընթացքում Ծառուկյանի հետ կապված գործընթացներ եղան, նա կալանավորվեց, բայց այդ ինչի համար որ կալանավորվել էր, այդ ընտրակաշառքի գործով արդարացվեց եւ այս 8 տարիների ընթացքում ըստ էության իշխանությունները Ծառուկյանի հետ կապված լուրջ գործընթացներ չեն արել։ Մշտապես եղել են խոսակցությունները նրա հարստացման ճանապարհների մասին, մշտապես եղել են խոսակցություններ են բեսպրիդելի մասին, կրակոցներ եւ այլն, ես հիմա չեմ ուզում մեղադրական դատավճիռներ հրապարակեմ, ասում եմ այն, ինչ հանրության մեջ խոսվել է, մարծեցել եւ այլն եւ այլն, հա։ Մենք այս հասարակությունից ենք եւ այդ խոսակցություններին ծանոթ ենք։ Բայց իշխանությունները այդ ամեն ինչին 8 տարի չեն արձագանքել եւ երբ Ծառուկյանը ասեց թող Նիկոլ Փաշինյանը գա մտնի իմ որձը առյուծի վանդակը, մենք տեսանք, որ ընտրություններից անմիջապես հետո փռվեց Պոլին։ Դե գիտեք ինչ, մի բան որ տեղի է ունենում մի բանից հետո, դա դեռ չի նշանակում, որ տեղի է ունենում դրա հետևանքով։ Երկրորդը դա ոչ թե իշխանությունները ոչինչ չեն արել, դատական իշխանությունն է, որը ոչինչ չի արել, իսկ դատական իշխանությունն էլ ինչ վիճակում է, մենք, ինչպես դուք շատ լավ ասացիք, այս հասարակության մեջ ենք ապրում եւ մենք գիտենք ինչ վիճակում է դատական իշխանությունը։ Եվ հենց այդ պատճառով էլ, այո, դատական իշխանությունը ոչինչ չէր անում, ավելին պարոն Ծառուկյանին տրվում է, այսպես ասենք, անմեղի թուղթ, չուղղակի ճչացող անարդարություն իմ համոզմամբ, եւ հիմա ժամանակն է այդ անարդարությունը ուղղելու, արդարությունը վերականգնելու, եւ հիմա այդ գործընթացն է տեղի ունենում եւ կարծում դա դրական։ Եվ ինչ զարգացումներ սպասել միայն սա Ծառուկյանով է սահմանափակվելու։ Չեմ կարծում, որ միայն Ծառուկյանով է սահմանափակվելու, Ծառուկյանիզմը ամբողջությամբ է այս ալիքը տանելու, սա էլ արդեն դա թե ինչու դա էլ արդեն ինչպես ասացի, իր քաղաքագիտական տրամաբանությունն ունի եւ մենք էլ դրանից չենք կարող այսպես վերացարկվել, վերանալ կամ համարել, որ դա գոյություն չունի, հա։ Գոյություն ունի այն էլ ինչպես եւ գոյություն է ունենալու, քանի հեղափոխություն նպատակները չի իրականացրել, իսկ հեղափոխությունը դեռ իր նպատակները չի իրականացրել, դրա որովհետեւ եղել են դրա համար օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, որի մասին մենք եւս ձեզ հետ միասին ձեր եթերում, այդ թվում նաեւ ձեր եթերում բազմիցս ենք խոսել։ Եվ հիմա էլի գալիս ենք նրան, ինչից սկսեցինք մեր խոսակցությունը, հեղափոխությունը թեւակողել է երկրորդ փուլ, այսինքն այն կոմպրոմիսային փուլը հեղափոխության պոտենցիալ հակառակորդների հետ այլևս իրեն սպառեց, ով հասցրեց այդ կոմպրոմիսի նավը նստեց, ով էլ ոչ թափվելու է ջուրը։
եւ շպրտվելու է դուրս որպես բալաստ։ Շատ պարզ process է գնում, process, որը տիպային է ցանկացած հեղափոխության համար, անկախ նրանից դա ինչ հեղափոխություն է, թավշյա թե մեծ ֆրանսիական հեղափոխության նման գիլյոտիններով հեղափոխությունն ունի իր տրամաբանությունը եւ չի կարող չունենալ։ Նկատի ունեմ, արդյոք մյուս ընդդիմադիրներին էլ է նման ճակատագիր սպառվում, թե ոչ։ Ես հրաժարվում եմ նրանց կոչել ընդդիմադիր, նրանք ընդդիմադիր չեն, նրանք պետության հակառակորդներն են, նրանք ռեստավրացիայի, այսպես ասենք, զորախումբն է, որը Հայաստանում է այսօր գործում եւ այն պետք է չեզոքացվի։ Սա է տրամաբանությունը այս process-ը։ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին, Նարեկ Կարապետյանին այդ նույն գործընթացն է սպառնում։ Իհարկե, ով որ դուրս է գալիս պետության դեմքով հագնում է պետության բռունցքին եւ չի կարող այլ կերպ։ Մնացածը արդեն հարցի, այսպես ասենք, էսթետիկական կողմն է։ Պարոն Մերավյան, դուք ասեցիք պետության բռունցքին, նկատի ունեիք օրենքներին, սահմանադրությանը, ենթադրում եմ, բայց մենք տեսանք, որ Ծառուկյանին գցեցին դիմակավորված ածականները հատակին, այս տեսարանը դուք ինչպես եք մեկնաբանում, սա իրավական պետությունում տիրող իրավիճակ է, հատկապես որ դիմադրություն չկար, ինչ որ այլ գործողություններ չկար նրա կողմից։ Այսինքն, եթե մեղավոր է կամ ենթադրյալ մեղավոր է, օքեյ, քննչական գործողություններ իրականացրեք, ուղարկեք դատարան, դատարանը որոշի այդ մասկի շոուները, ասֆալտին փռելու տեսարանները ինչի համար են։ Նախորդ հարցին պատասխանելիս իմ վերջին նախադասությունն այն էր, որ մնացածը հարցի էսթետիկական կողմն է, եւ ահա դուք ոնց որ այդ միտքը շարունակեցիք, եկեք փորձենք հասկանալ եւ այստեղ, այսպես ասենք, հարցը մանիպուլատիվ հարթություն տեղափոխելու ռիսկը, այսպես ասենք, նվազագույնի հասցնելու համար, պարոն Կիրակոսյան։ Եվ ուրեմն ցանկացած պետության մեջ իրավապահ մարմինը, որը ձերբակալություն է իրականացնում, իրավունք ունի նման գործողությամբ գետնին փռելու, ձեռնաշղթա հագցնելու, անհրաժեշտության դեպքում նույնիսկ կրակոց արձակելու, նախազգուշական, հետո շարքի ցանող կամ ինչ որ առանձին դեպքերում են նաև ուղղակի կյանքից զրկելու համար։ Այո, ունի, բայց բոլոր այդ գործողությունները պետք է լինեն իրավաչափ։ Հիմա ես չգիտեմ, այնտեղ խուլ համր, այսպես կադրեր էին առանց ձայնի, ես չգիտեմ այնտեղ ինչա տեղի ունեցել, ինչն է ստիպել իրավապահներին ձերբակալությունն իրականացնել այդ եղանակով։ Ես այնուամենայնիվ կարծում եմ, որ դա այսպես ներգերատեսչական ծառայողական քննության առարկա կդառնա, եւ եթե անհրաժեշտություն լինի մեզ պատասխանելու, թե ինչու այդ ամենն այդպես ստացվեց, կպատասխան։ Ես չգիտեմ, գուցե անհրաժեշտություն է ծագել, եկեք հարցին նաեւ այս կողմից նայենք։ Գուցե չի ծագել, գուցե այո եւ իրավաչափ չէր, բայց էլ եմ ասում, սա սկզբունքային բաներին այն հարցը, որը ձեզ հետ միասին քննարկում էինք, այդ սկզբունքային հարթությանը չի առնչվում մեծ հաշվով։ Եվ դա չի ավելացնում եւ չի պակասացնում Ծառուկյանի առերևույթ մեղավորությունը, հասկանում եք, կամ անմեղություն։ Էլի տեսականա երկու ասածս էլ, երկու վարկածը դատարանը պետք է որոշի, ամենայն դեպս կա մեղադրանք, որը դեռ դատարանում պետք է ապացուցվի։
Ես ընդհանրապես կարող եմ իմ ներքին համոզման մասին ասել, որ դա այնուամենայնիվ կապացուցվի, եւ չի կարող չապացուցվի, որովհետեւ նաև ըստ օդում կախված լուրերի այնպես չի, որ սա մի բացառիկ բան է, որ տեղի է ունեցել, ասում են, որ դա սովորական պրակտիկա է եղել այդ Արդեն սովորական է մեզ գեներացիայի համար դարձել, որ մարտուն փռում են ասֆալտին։ Դուք չլսեցիք ես ինչ եմ ասում։ Սովորական է դարձել այդ գեներացիայի բիզնեսմենների համար իրենց պարտներների հետ բիզնեսն այդպես վարելը եւ այդ մեղադրանքը ասել կուզի այնքան էլ անհիմն չէ եւ մեծ ջանք չի պահանջելու ապացուցելու համար։ Ինչ վերաբերում է Մենք իրավապահների գործողություններից ենք խոսում, հա? Դուք խնդրահարույց բարձրացնում եք։ Խնդրահարույցն էլ այնքանով, որքանով ես ասացի, որ դրա հետ կապված կարծում եմ ծառայողական քննություն կիրականացվի, իրավապահները, ովքեր ձերբակալություն են իրականացրել, զեկուցագրեր կգրեն, թե ինչ է տեղի ունեցել, հետաքննություն կլինի եւ կհասկանան իրավաչափ է դա թե ոչ, որովհետեւ ես էլ եմ ասում, ցանկացած իրավապահ մարմին, երբ իրականացնում է ձերբակալություն, հանգամանքների թելադրանքով իրավունք ունի նաեւ դա։ Դուք տեղյակ եք, որ օրինակ Միացյալ Նահանգներում երբ ձեզ ճանապարհային ոստիկանությունը կանգնեցնում է, ասենք պատրուլը, հա, մեքենայով ընթանալիս, ինչեւ ձեզ չմոտենա, դուք ձեր ձեռքերը ղեկի վրայից չպետք է իջեցնեք, որովհետեւ հակառակ դեպքում նրանք կարող են ձեզ ձերբակալել տեղում ու հենց ուժ գործադրելով, որովհետեւ ապրիորի նրանք համարում են, որ դուք կարող է մի վտանգավոր առարկա կամ զենք անելու համար եք ձեր ձեռքերն իջեցնում, այսինքն ցանկացած պետություն օգտվում է իր իրավապահ մարմիններին համապատասխան լիազորություններով, այդ թվում նաև այո, լեգիտիմ ուժի գործադրման իրականացնել ձերբակալություններ, երբ կա դրա անհրաժեշտությունը կամ երբ կա դրա հետ կապված իրավապահ մարմինների կամ քննիչների որոշում։ Իսկ նաև այդ ամենը սահմանափակվում է իրավաչափությամբ։ Դա էլ արդեն պետությունն է կարգավորում եւ դրա մեխանիզմներն էլ կան, մեզ էլ մնում է հետեւել ու հասկանալ ինչ է իրականում տեղի ունեցել։ Այսքան։ Պարոն Մերարյան, բայց եթե օրինակ հիմա գնանք Քոչարյանի հետևից, Սամվել Կարապետյանի հետևից, իդեպ Սամվել Կարապետյանն ասում է, էլ ինձ չեք կարող դրանով վախեցնել, ես եղել եմ ԱԱՑ-ում։ Բայց այնուհանդերձ սա կլինի իրավական, թե քաղաքական նախընտրական շրջանում Փաշինյանի կողմից հնչեցրած մտքերի իրագործում։ Ես տպավորություն ունեմ, որ ես ձեզ այդ հարցին արդեն պատասխանեցի եւ մենք հիմա ոնց որ նենց Չէ, մենք Ծառուկյանի բանով ենք խոսում, բայց օրինակ հիմա եթե գնանք Քոչարյանի եւ այլնիստերի հետևից, դե ասելա Քոչարյանը դատարանում ասում է Նիկոլ Փաշինյանն ասելա սատկացնելու է։ Սա խնդիր է, թե չէ։ Քոչարյանն անհանգստացած է։ Քոչարյանը անհանգստացած է, բայց Քոչարյանն անմեջ չի անում, որ անհանգստանում է, բայց Քոչարյանը պետք է անհանգստանա այլ բաների համար։ Եվ Քոչարյանի անհանգստանալու պատճառներն այլ տեղ են, այլ ոչ թե այն, որ վարչապետը նրան խոստացել է սատկացնել։ Ռոբերտ Քոչարյանը պատասխան է տալիս ոչ թե վարչապետի առաջ, պատասխան է տալիս դատարանի առաջ եւ պատասխան է տալիս ոչ թե վարչապետի մեղադրանքին, այլ դատախազության մեղադրող դատախազի մեղադրանքին։ Եվ էլ եմ ասում, եկեք չընկնենք մանիպուլյացիաների դաշտը կամ էլ քաղաքական շահարկում։ Այսքան։ Դուք ինչ եք սպասում հավաքական ընդդիմությունը ինչ քայլերի կդիմի խորհրդարան անցած ընդդիմությունը Սամվել Կարապետյանն ասում է գաղտնի պլան ունեմ։
Ես, բայց ինչու պետք է իրենցից ինչ-որ բան սպասեմ կամ նստեմ մտածեմ, թե իրանք ինչ են անում։ Ես այդտեղ մտածելու բան չեմ կարծում, որ ունեն։ Եվ ինչ ուզում են թող անեն, որովհետև դրանից ոչինչ չի փոխվելու, որովհետև իրենց գնացքը գնացած է։ Եվ որովհետև պատմության անիվը հետ շրջողները միշտ մնացել են այդ պատմության անիվի տակ եւ իրենք էլ բացառություն չեն կազմել։ Իրենք պետք է մտածեն, ես մտածելու բան չունեմ, բարենպաստ։ Դուք որպես քաղաքական փորձագետ, մեկնաբան, ինչ եք կարծում, դա ինչ է նշանակում, որ ասում եք գաղտնի պլան ունեն։ Ինչ ասեք, կարող է նշանակել, բայց մյուս կողմից էլ ինչ տարբերություն ինչա նշանակում։ Որովհետև նրանք չունեն քաղաքական բովանդակություն, նրանք հույսը դրել էին Ռուսաստանի վրա, իսկ Ռուսաստանը այսօր ոտքի վրա սատկում է եւ փառքաստ։ Եվ իրենք մտածում են, որ Ռուսաստանն իրենց կօգնի, բայց կյանքը ցույց տվեց, որ մեկը լինի Ռուսաստանին օգնի։ Իրենք էլ մնացել են քաղաքականապես որբ։ Ընդհանրապես Պարոն Մերաբյան, հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամը գնալով խորանում է, այո, եւ լուծումներ չի նշмарվում, ինչքան կարող է սա շարունակվել, ձգվել եւ ինչի կհանգեցնի։ Նիկոլ Փաշինյանին էլ հարցնել անպատասխան թողեցին, ԵԱՏՄ կա թե չկա, որևէ կերպ չարձագանքեցին, ընդհակառակը ասում են կողմնորոշվեք, ԵԱՏՄ եք ուզում թե ԵՄ։ Ես կարծում եմ, որ այստեղ այդ նախադասությունից հարցական նշաններն այլևս պետք է հանել եւ գործողությունները եւ հաշվարկները կառուցել արդեն այն համոզման հիման վրա, որ այդ կառույցը գոյություն չունի։ Իսկ գոյություն չունի, որովհետեւ չի կարող գոյություն համարվել մի ինչ-որ ձևաչափ, որտեղ մի վագոն փաստաթուղթ է ստորագրվում, բայց ասենք մի մոլագար մի օր առավոտյան զարթնում է եւ ասում է այ քո դեմքը իմ դուրը չի գալի, փակեք։ Առանց նայելու այդ ստորագրածին, չգիտեմ, այդ ռեգլամենտներին, այդ կանոնադրություններին, այդ չգիտեմ, պայմանագրերին, այդ մարմիններին, որոնք իբր ստեղծվել են եւ այլն։ Հետևաբար ես կարծում եմ, որ ժամանակն է հաշիվները մաքրելու, ավարտելու այս ամենը, այս փուլը, այս դիվերսիֆիկացիան ինտենսիվ տեմպերով իր տրամաբանական ավարտին հասցնելու եւ շարժվելու առաջ վստահել, որովհետեւ այս ամենի հիմքում ուղղակի Հայաստանն արյունակամ անելներ, իրենք դա էին անում, սկզբից մեր դեմ պատերազմ սանձազերծելով, իսկ հետո արդեն հետ պատերազմական շրջանում պերմանենտ ճգնաժամ հրահրելով եւ հիբրիդային պատերազմ հրահրելով, իսկ հիմա էլ արդեն փորձելով տնտեսական լծակներով խեղդել մեր պետություն։ Սա շատ վտանգավոր խաղ էր, որ նրանք ձեռնարկել էին, բայց շնորհիվ Ուկրաինայի հերոսական զինված ուժերի, որը նրանց փետրահան է անում, փետուրներն էլ քամուն է տալիս, Հայաստանի համար շանս է բացվել այս էջը օր առաջ փակելու համար։ Պարոն Կիրակոսյան, եւ ես կարծում եմ, որ մեր պարտքն է այդ ամենը իրականություն դարձնել օր առաջ եւ նորմալ երկիր ժառանգել հաջորդ սերունդներին։ Պարոն Մերաբյան, այս ռուս-ուկրաինական հակամարտությունն էլ, հա, այս գնալով էլի իրադարձությունները արագ զարգանում են, Կիևը հարվածում են արդեն Մոսկվայի խորքերին, բայց ելք կարծեք թե չի նշмарվում, ավելին Զելենսկին Թրամփից
Անօթաչուների, հա, արտադրության լիցենզիա էր խնդրում, նաև ասում էր Թրամփ իր հերթին ասում էր կգնամ Ռուսաստանի նախագահի հետ կխոսեմ, ոչ թե ֆիզիկապես գնալու մասին, այլ զանգով խոսելու մասին, որ խնդիրներ փորձեն կանգնացնել պատերազմը, ինչի կհանգեցնի այս իրավիճակը, հատկապես որ այս Իրանը-ամերիկյան պատերազմն էլ է էլի նոր թափ ստանում, դա երկուսն էլ ամեն դեպքում իրենց ազդեցությունն ունենում են Հայաստանի վրա, հա, ինչ եմ հիշում ես Իհարկե։ հակամարտությունները։ Պարոն Կիրակոսյան, այն որ աշխարհում հիմա այսպես ապակենտրոնացված ձևով ընթանում է երրորդ համաշխարհային պատերազմը, դա կարծում եմ այլևս գաղտնիք չէ, եւ ընդ որում հենց այս մոտեցումն են կիսում բազմաթիվ քաղաքագետներ եւ քաղաքական գործիչներ, պարզապես եմ ասում, այն ընթանում է ապակենտրոնացված, որովհետեւ ժամանակներն են փոխվել եւ հիմա կարիք չկա բազմամիլիոնանոց բանակներ մոբիլիզացնել եւ այլն։ Հիմա post-industrial դարաշրջանին բնորոշ պատերազմ է ընթանում եւ եթե Թրամփը իր կառավարումը սկսեց նրանից, որ Զելենսկին խաղաքարտ չունի, ապա կյանքն ցույց տվեց նաեւ շնորհիվ եվրոպացիների անօրինակ օժանդակության, որ քարտ եթե չունի, ապա չունի Ռուսաստանը, ոչ թե Ուկրաինա։ Եվ հիմա այս Ռուսաստանում ամենօրյա այս պայթյունները, հրդեհները, բենզինի դեֆիցիտը, ատամների կրճտոցը, այս անօգնական ողորմելի վիճակը դրա վկայություն։ Հիմա Ռուսաստանին էլ այլ բան չի մնացել, քան ուղղակի բնակելի թաղամասերի վրա բալիստիկ հրթիռներ կրակել։ Հիմա գիտեք, որ այդ բալիստիկ հրթիռներն էլ որսվում են Patriot տիպի հակահրթիռային պաշտպանության կայաններով, որի հրթիռների մեծ դեֆիցիտ կա։ Եվ հիմա Միացյալ Նահանգները թե իրենք են այսպես 24 ժամանոց կոնվեյերի վրա դրել այդ ամենը, նաև դաշնակիցներին լիցենզիա են տվել իրենց մոտ դրա արտադրությունը ուրեմն հիմնադրելու համար այդ առաջին հերթին օրինակ Գերմանիա եւ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներից մեկն էլ եղավ այն, որ Ուկրաինան եւս ստանալու է լիցենզիա այդ PAK 3 տիպի հրթիռներ արտադրելու համար, որ այդ հակահրթիռային պաշտպանության համար Patriot-ների համար հրթիռներ։ Հաջորդը դա իհարկե անօթաչուներն են եւ անօթաչուների դեմ անտիդրոնները, հա, այսպես ասած, որը անհրաժեշտ է բնակչությանը պաշտպանելու համար, ընդ որում այստեղ Ուկրաինան բացարձակ առաջատար է ամբողջ աշխարհում, եւ հիմա Ուկրաինան շուրջ 20 երկրի հետ արդեն ռազմոտեխնիկական համագործակցության համաձայնագրեր ունի եւ օգնում է շատ երկրներին ապահովելու։ Կապված Իրանի հետ մենք տեսնում ենք այո, այս պատերազմը այսպես sense սրացման եւ դեեսկալացիայի իրար հաջորդող փուլերով շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Հորմուզի նեղուցը ամբողջությամբ չի բացվել, ընդ որում անշրջելիորեն, եւ քանի գլխավոր նպատակը այս պատերազմի չի լուծվել, այն է, որ Իրանը պետք է դադարեցնի իր միջուկային ծրագիրը, իր հրթիռային ծրագիրը եւ իր օգնությունը պրոքսիներին մերձավոր արևելքում։ Եվ հիմա ուղղակի այն պահի դրությամբ, երբ մենք ես եւ դուք խոսում ենք, որոշ առումով էսկալացիայի պահ է, բայց մենք գիտենք նաեւ, որ անդերկուլիսային բանակցությունների նոր փուլ է սկսել։ Եվ մենք տեսնում ենք Օմանի ջանքերը, Քաթարի ջանքերը, Պակիստանի ջանքերը այդ ուղղությամբ, եւ դրանք շարունակվելու են։ Ասեմ ձեզ, այնպես որ այդ սինուսոիդը, հա, այսպես շարունակվելու է ըստ էության որոշ պարբերականությամբ, բայց նույն տրամաբանությամբ։ Եվ ազդեցությունը Հայաստանի վրա ինչպես է անդրադառնալու, որովհետև Իրանը մեր հարևան պետությունն է,
Այո, Ռուս-ուկրաինական անմիջական ազդեցություն եւ փառք Աստծո այս ամենը չունի, որովհետեւ երկու մեզանից թե հյուսիսում ընթացող, թե հարավում ընթացող պատերազմներում ուղղակի կամ անուղղակի ձևով եւ իր կայունացնող դերով ներկայ է Միացյալ Նահանգները։ Եվ նույն Միացյալ Նահանգներն է այսօր ըստ էության այն երրակողմ օգոստոսի համաձայնագրով երաշխավորում խաղաղության ճարտարապետությունը նաև մեր տարածաշրջանում։ Այս ամենը այո մեզ թույլ է տալիս արձանագրելու, որ այդ պատերազմները ուղիղ ազդեցություն մեր վրա չունեն եւ դժվար էլ թե ունենան։ Եվ երկրորդ հանգամանքը, որը մեզ զերծ է պահում այդ ամենից, մենք տեսնում ենք, որ այստեղ այդ պատերազմները հրահրողի դերում, թե մեկի, թե մյուսի, մեկի ուղղակի մասնակցությամբ, երկրորդի միջնորդավորված, այո, Ռուսաստան։ Եվ Ռուսաստանի ձեռքերն էլ մեզ չի հասնում այն աստիճանի, որ աստիճանի կցանկանար Ռուսաստանը, որ հասներ, այնպես ինչպես նաև մեր ներսի այդ 5-րդ շարասյունը, 6-րդ պալատը եւ Մոսկովսկի ցիրկը, որ իրեն դրել է քաղաքական գործչի տեղ։ Եվ այլն։ Այս հանգամանքները բարենպաստ են եւ այո մենք կարողանում ենք լինելով այդ երկու պատերազմների արանքում զերծ մնալ երկու պատերազմներից էլ։ Իսկ ինչքանով դա կխոչընդոտի թրիփին։ Թրիփին որևէ սպառնալիք չկա, սպառնալիք կարող էր լինել միայն այն ժամանակ, երբ Հայաստանում իշխանության անցներ Մոսկվայի դերածով, որովհետև Մոսկվան է, որ դեմ է, որ ընդհանրապես Հայաստանը լինի անցանելի արևմուտքից արևելք։ Իսկ այդ վտանգից մենք կարողացանք զերծ մնալ եւ այլ սպառնալիք մեր տարածաշրջանում թրիփին գոյություն չունի։ Եվ պարոն Մերաբյան, ադրբեջանցիները կրկին ակտիվացնում են խոսույթը Զանգեզուրի միջանցքի հետ կապված։ Բայրամովն ասում է Զանգեզուրի միջանցքի Հայաստանի տարածքով անցնող հատված։ Անկլավների թեմա է առաջ գալիս։ Բաքուն ասում է մինչև սահմանադրություն չփոխեք, խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու։ Այսինքն առաջընթաց չունենք հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացում դեպի դրական, եթե իհարկե այդպիսի հարաբերություններ գոյություն ունեն, դրական քայլեր տեսանելի չեն, ընդհակառակը նոր պահանջներ, ավելի ճիշտ նախկին պահանջների կրկնություն։ Չէ, եկեք ուրիշ կողմից նայենք հարցին։ Հարցն այն է, որ Ադրբեջանն իր այս վարկով, որը իհարկե խիստ խնդրահարույց է, իսկ ավելի ճիշտ շարունակում է մնալ խնդրահարույց, ցույց է տալիս մի բան, որ Ադրբեջանը այս պահի դրությամբ չի շտապում Հայաստանի հետ նախաստորագրած պայմանագիրը ստորագրելու հարցում։ Եվ խոսում է այն, ինչ խոսում է, որպեսզի իր դիրքորոշումը, այսպես ասենք, բոլոր չափումներով դառնա ընկալելի։ Դա մեզ որևէ ձևով չպետք է տպավորի, շատ պարզ պատճառով, որովհետև մենք Ադրբեջանի հետ առանց խաղաղության պայմանագրի էլ մի քանի ուղղություններով առաջ խաղացում ունենք եւ ունենալու ենք խաղաղության գործընթացում եւ այստեղ ես առաջնահերթը տեսնում եմ հենց թրիփի շինարարության օր առաջ մեկնարկը, որովհետեւ եւ մեր տարածաշրջանում արդեն մեկնարկ տրվի թրիփի կառուցմանը Ադրբեջանն ուրիշ երկեր է երկել։ Եկեք սա եւս հասկանանք։ Եվ երկրորդը, ի տարբերություն մեզ Ադրբեջանը հարևան է Ռուսաստանին եւ շատ լավ գիտի Ռուսաստանի
կատեգորիկ մերժող վերաբերմունքը ընդհանրապես խաղաղությանը մեր տարածաշրջանում եւ հաշվի առնելով Ռուսաստանի հնարավոր ազդեցությունն Ադրբեջանի անվտանգության միջավայրի վրա, թվում է արտաքին, Ադրբեջանը մտածում է, որ չշտապելով ինքն իրանից հնարավոր վտանգները հեռու է պահում։ Եվ դրա համար էլ նման բաներ է ասում, ես կարծում եմ, որ ռացիոնալ է, որ մենք Ադրբեջանի հայտարարությունները հենց այս հարթության մեջ դիտարկենք եւ առանձնապես շատ բաներ չունենանք, էլի։ Ոնց ասեմ, էմոցիաներ չունենանք նրանից, թե ինչ է ասում։ Շնորհակալություն, պարոն Մերաբյան, հարցազրույցի համար։ Համեցեք, պարոն Կիրակոսյան, միշտ պատրաստ, շնորհակալ եմ հրավերի համար։